ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը Աբրահամ Լինկոլն ավիակրի գլխավորությամբ Արաբական ծովում է, հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը շարժվում են դեպի Իրան, հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հասնել գործարքի, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Թեհրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե մենք ինչ պետք է ունենանք եւ ինչ չպետք է ունենանք։ Ուրանի հարստացումն արժանապատվության եւ անկախության հարց է, ասել է նա։ Չնայած կոշտ հռետորաբանության, Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռ բաց է դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման համար։ Իդեպ այսօր Իրանի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները քննարկելու համար։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Ջեյհուն Բայրամովն ու Հաքամ Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս ունի վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի մաքուր էջից եւ ունենա հստակ ճանապարհային քարտեզ։ Լրագրողներին ասել է Կոբախիձեն, մեկնաբանելով օրերս Միլանում նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներով է սպառնացել։ Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառելու այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մատակարարում են հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։ Ճապոնիայի իշխող կուսակցությունը վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Տակաիչին կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի խաղաղասիրական սահմանադրության վերանայմանը եւ տնտեսության խթանմանը։ Պինգվինների ամենամյա շքերթ է անցկացվել Չինաստանի հյուսիսում։ Կենդանիների շքերթը կազմակերպվել է Հարբին Փոլարլենդ փառատոնի շրջանակում Հարբին քաղաքում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։